Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Շաբաթը սկսվեց ուրախալի իրադարձությամբ։ 4-րդ օրն էր Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի մասին դեռ ոչինչ չէր գրել։ Շատերը շտապեցին ենթադրել, թե տարածաշրջանային խառը իրավիճակը կառավարության ղեկավարին շեղել է կաթողիկոսական գահն ազատելու վերաբերյալ 2 շաբաթ շարունակվող ֆեյսբուքյան գրառումներից եւ ստիպել վարչապետին առավել կարևոր գործերով երկրի անվտանգության խնդիրներով զբաղվել, բայց ուրախությունը ավաղ երկար չտևեց։ Երեքշաբթի գործարար բարերար Սամվել Կարապետյանի եկեղեցու ժողովրդի կողքին լինելու մասին հայտարարությունից հաշված ժամեր անց Փաշինյանը դարձյալ փողոցային բառապաշար օգտագործելով շարունակեց գրառումները, թիրախավորելով ոչ միայն հոգևորականներին, այլև գործարարին։ Այո, իշխանությունը արդեն անթաքույց է հետապնդում իրեն քննադատողներին։ Այս օրերին տաշիր պիցաներում սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից խախտումներ հայտնաբերելը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հեծին 10 միլիոնով տուգանելը միայն միամիտը զուգադիպություն կհամարի։ Եթե իշխանությունների նպատակը երկրի բարգավաճումն ու շենացումն է, ապա կարող էին անտեսել իրենց քիմքին ոչ հաճո հայտարարությունը, գիտակցումով, որ Սամվել Կարապետյանը անցած տարիներին հսկայածավալ բարեգործական ծրագրեր է իրականացրել, հարյուրավոր միլիոնների հասնող համակարգային ու երկարաժամկետ ներդրումներ է արել հայրենիքում առանց ցուցադրական արշավների եւ շոու գովազդների։ Հեծի աշխատանքից դժգոհությունները նոր չէին, բայց առնվազն անազնիվ է կատարած ներդրումները, գործադրած ահռելի ջանքը, նրա ավանդը չտեսնելու տալն ու տասնամյակներով քայքայված տնտեսության համար ներկա սեփականատիրոջը մեղադրելը։ Եվ առասարակ, ինչ անելու պետական հեծը, որը մասնավորը դեռ չի արել։ Իսկ գուցե ճիշտ կլիներ նստել, քննարկել խնդիրները, լսել պատասխաններն ու լուծումներ գտնել։ Չէ, կազմային լուծումը Փաշինյանի համար առավել նախընտրելի էր։ Հուսա մի ժամանակաշրջանում, երբ իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է, Հայաստանի տնտեսությունը ցնցումներ է ապրում, երկիրը կանգնած է տնտեսական լրջագույն մարտահրավերների առջև, ցամաքային ճանապարհով բեռների տեղափոխումը խնդիրների է բախվում, արդյունաբերությունը դանդաղում է, գյուղատնտեսության անկում է, ներդրումային վակուում է եւ այլն եւ այլն։ Էլ չեմ խոսում բիզնեսի, ներդրումների համար գրավիչ երկրի համբավ ձեռք բերելու, վստահելի գործընկեր ներկայանալու ջանքերի զրոյացման մասին։ Չեմ խոսում սեփականության իրավունքի անձեռմխելիության մասին, վնասված հեղինակության, նաև սեփականության իրավունքի նկատմամբ վստահության բացակայության մասին։ Չեմ խոսում հեծի սեփականատերերին վճարվելի գումարների խնդրի մասին։ Սա կարող է պարզապես կործանարար դառնալ բիզնես միջավայրի համար։ Որ խոշոր ներդրողը կցանկանա այստեղ գործ սկսել, տեսնելով, թե ինչպես են մեկ ակնթարթում թիրախավորում խոշորագույն ներդրողին։ Իշխանությունները պետք է ականջալու լինեն մասնագետների, փորձագետների խորհուրդներին, ոչ թե հարցերը տեղափոխեն անձնական վրեժխնդրության տիրույթ։ Այսօր հեծն է, վաղը մեկ այլ ընկերություն եւ ինչ, բիզնեսն այլևս տեղ չունի մեր երկրում, թե շուտով բիզնեսով զբաղվողներին կարգելվի իշխանությունների տեսակետներից տարբերվող կարծիք հայտնել։ Աուդիտորների պալատի նախագահ Նայիրի Սարգսյանի հետ քննարկել են հնարավոր ռիսկերը, որոնց կարող է բախվել Հայաստանի տնտեսությունը։ Հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Թողնելով մի շարք կարևորագույն օրակարգային հարցեր, զբաղված է սպառնալով հեծին։ Մենք չենք ուզում խոսալ ոչ հեծից, ոչ մեր մյուս ուրիշ բիզնեսներից։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու։ Ժողովրդավարությունը դրա մասին է, որ քաղաքացու կամ արտահայտության վրա որևէ սուբյեկտ չկարողանա ճնշում գործադրել։ Հեծի բոլոր աշխատողներին կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում եմ, պատժվելու եք։ Իրանք հասկանալու են, որ սխալ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի, ինչ մեխանիզմով դա կարող է տեղի ունենալ եւ գործընթացի օրինականության հետ կապված ինչ հարցեր կարող են առաջանալ։ Շատ վտանգավոր հայտարարություն է եւ պետականացումը ընդհանրապես եթե նույնիսկ որևէ երկրում տեղի ունենում այդպիսի բան, դա այնքան գեղեցիկ փաթեթավորված ու քողարկված է տեղի ունենում, որ երբևէ որևէ տեսակ արտաքին պոտենցիալ ներդրողներին դա չհասնի, որովհետեւ կապիտալիզմում
սեփականության իրավունքի երաշխավորում ու պաշտպանությունը աքսիոմատիկ անհրաժեշտություն է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Երբ որ ցանկացած երկրի ներդրումային գրավչության մասին խոսում ենք եւ ներդրումների մասին խոսում ենք, ֆիզիկական անվտանգության հետ զուգահեռ միշտ գալիս է սեփականության իրավունքի երաշխավորումը։ Եթե հանկարծ սկսվի այդպիսի process, արդեն իսկ հայտարարությունները ինքնին վտանգավոր են, բայց եթե հանկարծ Աստված մի արասե սկսվի process, ապա տապանակար է դրվում Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության վրա։ Այդպիսի խոսույթը առաջնային մեսիջ է պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ տեսակ ներդրում ընդունել եւ այստեղ որևէ ձևով ձեր սեփականության իրավունքը պաշտպանված չի լինի։ Այդ թվում, եթե դրանք զուգորդվում են դատական իշխանություններին տրված հրահանգներով եւ գործարարի նկատմամբ այսպիսի վերաբերմունքով, այսինքն սկզբնական հայտարարություն գրառումներ են տեղի ունենում այնուհետև ակնհայտ իրավագիտության հետ աղերս չունեցող ընդհանուր մինչև կալանքի տարվող քրեական գործերի հարուցումով, սա նշանակում է, որ ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նաև դատական համակարգն է ուզուրպացված, հետևաբար այս երկուսի միասնությունը բոլոր տեսակի ներդրումներին հետևանում։ Ինչ պետք է անի պետությունը, եթե գտնում է, որ հանրությանը ծառայություններ մատուցող որևէ տնտեսվարող զանգվածաբար վնասներ է հասցնում սպառողներին։ Մեր երկրում կան խնդրի լուծման իրավական մեխանիզմներ։ Ազատականացումից հետո փաստացի իրավունք տրամադրվեց էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին ազատ վաճառք իրականացնել, իհարկե սակագները վճարելով եւ բաշխման ցանցին իր սակագնի մասով եւ բարձրավոլտի էլեկտրակայանների տեղափոխման ընկերությանը իր սակագնի առումով։ Արդյունքում այդպիսի ազատականացումը բերեց էներգետիկ համակարգի հավաքագրվող եկամուտների նվազեցման։ Այդպիսով խոշոր կազմակերպությունների եւ խոշոր սպառողներում առաջացավ շահույթի կուտակում՝ ի հաշիվ էլեկտրաէներգիայի սպառման սակագնի։ Այնուհետև շատ ավելի ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրողներին, ինչպես է օրինակ ատոմակայանը, նրանք սկսեցին, այսպես ասած, բնակչությանը էժան էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովում էին իրականացնում։ Բայց քանի որ տեղի ունեցել արդեն խոշոր սպառողների սակագների նվազեցում ու այսպես ասած շահույթների կուտակում, բայց միևնույն ժամանակ էներգետիկ համակարգում դրամական միջոցների խորը դեֆիցիտ, հիմա պետք է դեֆիցիտը ծածկել։ Սրա ընդամենը մեկ եղանակ է մնացել բնակչության կամ փոքր կազմակերպությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Այսքան խորքային ուսումնասիրությունից հետո, եթե կառավարությունը խոսում է էլեկտրաէներգիայի մատակարարման բարդությունների, խափանելիության եւ այլնի մասին, բնական է, չէ, այդ ուսումնասիրությունը, եթե մենք կատարել ենք, կառավարությանն էլ են զեկուցել այդպիսի խնդիրների մասին եւ նրանք քաջատեղյակ են այսպիսի խնդիրներից։ Հիմա ինչ պետք է անի կառավարությունը։ Փնտրի եւ գտնի մեղավոր եւ հասարակությանը ցույց տա, որ մեղավորությունը ոչ թե կառավարությանն է եւ այդպիսի ապաշնոր որոշումը ոչ թե դրա հետևանքները ոչ թե կրողը կառավարությունն է, այլ հետևանքների կրողը հեծի սեփականատերն է կամ ընդհանուր կառավարման համակարգն է, գործադիր մարմինն է եւ այլն։ Ընդհանրեն մեղավորի փնտրտուք է, բայց ես վստահեցնում եմ, այս պահին առաջացած խնդիրների մեծ մասը առաջացել են բացառապես էլեկտրաէներգիայի ազատականացման ինստիտուտի ստեղծումով, որովհետև լրացուցիչ դրամական միջոցներ չեն կարողանում հավաքագրել, գեներացնել, այդ դրամական միջոցները չեն կարողանում ներդրումներ իրականացնել բարձրավոտ էլեկտրաէներգիայի տեղափոխման մալուխային համակարգերի ստեղծման վրա, դրա համար առաջանում են այսպիսի խափանումներ։ Եթե հեծը պետականացվի, ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանի Հանրապետությունը, մեր երկիրը կշարունակի գրավիչ լինել բիզնեսի, ներդրումների համար։ Վերջին 3 տարիների օտարերկրաուղակի ներդրումները շարունակական բացասական են, չի եղել գեթ 1 ամիս, 5 տարեկան կտրվածքով հաշվարկվող է, բայց նույնիսկ չի եղել գեթ 1 ամիս, որպեսզի ունենանք դրական արդյունք։ Այսինքն հետևանքը արդեն զգում ենք։ 3 տարի Հայաստանում ներդրումները շարունակաբար բացասական են։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ ունենք, դա միջազգային ատյաններում հետագա այսպես դատական հայցերի ներկայացումից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսների արտահոսքն է լինելու։ Օրինակ պղնձամոլիբդենայինի դեպքում միջազգային հայցի վերջին ամիսներին մոտավորապես 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, մոտավորապես 11 միլիարդ դոլարի չափով հայցապահանջ էին ներկայացել փոխհատուցումների տրամադրման, այսինքն Հայաստանի բյուջեն չէր բավարարի, որպեսզի կարողանան այդ մարումները իրականացնել։ Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, եթե
իշխանությունը նույնիսկ փոխվում է եւ հաջորդ իշխանությունները չեն կարողանում պատշաճ կերպով բանակցեն եւ այդպիսի, այսպես ասած, պետականացրած բաժնետոմսերի պատշաճ հետ վերադարձ իրականացնեն կամ պատշաճ գործարք իրականացնեն, սա Հայաստանի Հանրապետության համար նորից լրացուցիչ ֆինանսական բեռի է հանգեցնելու, բացի պոտենցիալ ներդրողին, նաեւ վնասում է տեղում արդեն գործարարին եւ վստահեցնում եմ ձեզ, Հայաստանում դեռևս տարիներ առաջ մեկնարկած կապիտալի արտահոսքը շատ ավելի մեծ թափ է հավաքելու եւ ավելի արագ տեմպով է արտահոսելու Հայաստանի Հանրապետությունից։ Ինչով են պայմանավորված Վրաստանի մաքսային մարմինների կողմից հայկական բեռների դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված խոչընդոտները։ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կազմակերպվում են, ընդ որում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության տեսակարգը շիռ ընդհանուր Հայաստանի առևտրաշրջանառության մեջ կազմում է շուրջ 40%, եւ մենք ունենք այստեղ ընդամենը մեկ ճանապարհ։ Միշտ խնդիրներ առաջացել են, շարունակում են առաջանալ պայմանավորված եղանակային պայմաններով, տարբեր այսպես խոչընդոտներով, բայց վերջին շրջանում հատկապես առաջացավ ինչի հետևանքով։ Առաջինը, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց խմիչքների եւ տարատեսակ ապրանքների QR կոդերով քանակական վերահսկման ինստիտուտ։ Այդպիսի վերահսկման ինստիտուտը ինտեգրված չէր Եվրասիական միության անդամ պետությունների ինստիտուտներին եւ նախազգուշացումներ ստացել էին բազմիցս Հայաստանի կառավարիչները, որ այդպիսի պայմաններում չեն կարողանալու ինտեգրացիա ապահովեն, բայց նրանք շարունակեցին կատարել այդ գործողությունները պայմանավորված QR կոդերի ոչ ինտեգրված համակարգով սկսվեց արդեն Հայաստանի Հանրապետության արտահանումը տուգանվել, այսինքն հնարավոր չէր ուղղակի մուտք գործել շուկ։ Երկրորդը քաղաքական ուրեմն խոչընդոտներն են, որովհետեւ ակնհայտորեն տեղի ունենում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն եւ քաղաքականությունը ընդհանուր տնտեսական զարգացում եւ տնտեսական գործընթացները չեն կարող միմյանցից անկախ տեղի ունենալ։ Դրա պատճառով ուրեմն տեղի ունենում Հայաստանից ուրեմն արտահանվող բեռների խիստ հսկողություններ, առաջնային այսպես էական հարվածը ստացավ խմիչքի, ոգելից խմիչքի արդյունաբերությունը, հատկապես կոնյակի արտադրությունը, մենք ունենք մոտավորապես 17-18% անկում, այնուհետև գյուղատնտեսական մթերքները։ Օրինակ, տարեկան մոտավորապես 60,000 տոննայից Իրան է արտահանվում Ռուսաստանի Դաշնություն, բայց մենք ունենք այսօր արդեն խնդիր պայմանավորված հենց անցակետը չհատելու խոչընդոտներով, որտեղ որ ուղղակի տրանսպորտային միջոցները չեն կարողանալու, այսինքն ժամկետայնություն ունեցող սննդային միջոցները պահպանել եւ հասցնել վաճառքի։ Ինչ խնդիրներ է ստեղծել Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը մեր տնտեսության համար։ Հակամարտությունը շարունակվելու դեպքում բիզնեսը կարող է ներմուծման, արտահանման, նվազ վնասաբեր այլընտրանքային ուղիներ գտնել։ Հենց այս պահին Բանդար Աբբաս նավահանգստում կուտակված են հայկական այսպես ներկրողների եւ բիզնեսի կողմից ներկրվող ապրանքներ, որոնք որ պատերազմը պայմանավորված չեն կարողանում հատել սահմանը եւ չեն կարողանում նույնիսկ հետ վերադարձնել։ Այստեղ առաջնային ուրեմն հարվածը սկսվում է բիզնեսի այդպես վնասների կրումից, որովհետև գումարները փոխանցված են, ապրանքները ձեռք բերված են, բայց ապրանքները չեն հասել նպատակային նշանակման վայր եւ հետեւաբար չեն կարող վաճառքի դուրս գա։ Սա խոչընդոտում է բիզնեսին, հետեւաբար այդ բիզնեսը հետագա վերականգնման շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Երկրորդ ազդեցությունը լինելու Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև այդպիսի արգելքների պայմաններում սովորաբար առաջանում է ապրանքային դեֆիցիտը հանգեցնում է գների աճի։ Այսինքն մի դեպքում մենք զրկված ենք լինելու շատ տարատեսակ ապրանքների ձեռքբերման հնարավորություններից, ինչպիսիք են հեռախոսներ, հեռուստացույցեր եւ այլն, կամ այլ երկրների միջոցով, պայմանականորեն Ռուսաստանի Դաշնության միջոցով այսպես ներկրման կամ վերաարտահանմանը, որը անշուշտ հանգեցնելու է գների սակագների շատ էական բարձրացման եւ 42% աղքատության մակարդակ ունեցող պետության համար պատկերացնում ենք սա ինչ աղետալի հետևանքների կարող է հանգեցնել։ Ինչ պետք է իրականացնի կառավարությունը։ Շատ վաղուց հայտարարությունների մակարդակում կամ երբ որ արդեն հայտարարվեց առաջին հարվածի մասին Իրանին, շատ արագ պետք էր ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրող խումբ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմից, ֆինանսների, պետեկամուտների կոմիտեի եւ այսպես տարբեր գերատեսչությունների աշխատակազմից բաղկացած աշխատանքային խումբը առանց չափազանցնելու եմ ասում 2-3 օրվա ընթացքում կարող է գույքագրել այդ ճանապարհի միջոցով ներկրվող եւ արտահանվող ապրանքների տեսականին, քանակը, գումարը եւ այլն
եւ շատ արագ շուկաների փոփոխման այլընտրանքային տարբերակներ առաջարկեր, ինչպես նաեւ պետական աջակցություն տրամադրեր։ Հիմա տեսեք, արդեն պատերազմը մտել է թեժացման փուլ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հայտարարություններով, ընդհանուր մինչև լայնածավալ հարձակման եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա այդպիսի աշխատանքային խումբ ձևավորված։ Այլընտրանքային տարբերակը լինելու է բիզնեսի կողմից ինքնակազմակերպումը եւ ինքնուրույն շուկաների հայտնաբերումը, իսկ այդպիսի նոր շուկաները այսպիսի վարկագծի դեպքում գնում են դեպի Թուրքիա, որը որ կարծես թե իշխանության քաղաքական կամքի հետ համապատասխանում է դրա համար ձեռքերը ծալացնել եւ որևէ աշխատանքային խումբ չի ստեղծել։ Նոր Խարբերդի ամառանոցների մի խղճուկ վագոն տնակում Մարիամ ու Սպարտակ Սարգսյանների համար օրը սկսվում եւ ավարտվում է գոյատևման պայքարով։ Ամեն օր են մի կտոր հացի կռիվը տալիս, որ կարողանան կերակրել 8 երեխայի։ Սարգսյանները 7 առուզավակ եւ 1 աղջիկ ունեն։ Գոյատևման պայքարն այնքան դաժան է, կենցաղային պայմաններն այնքան ծանր, որ ամուսինները ստիպված իրենց միակ աղջկան տեղափոխել են տատիկի տուն ու մեկ սենյակում մի կերպ տեղավորել 7 տղաներին, որոնցից 2-ը երաշտական գիշերօթիկ դպրոց են հաճախում։ Շեփոր են նվագում։ 2-ի երազանքն էլ մեկն է՝ բարձրանալ մեծ ու հեղինակավոր բեմեր եւ նվաճել հանդիսատեսի սիրտը։ Վստահ եմ, որ կհաջողեն, որովհետև աշխարհահռչակ երաժիշտներից շատերն են հենց այդպիսի բազմանդամ ընտանիքներում ծնվել։ Սակայն մինչև տղաները կնվաճեն համաշխարհային բեմերը, 10 հոգանոց այս ընտանիքը այժմ գոյատևում է ամսական 120-ից 130 հազար դրամով, որից 70 հազար դրամը նպաստն է, 50 հազարն էլ ամենակրտսերի կերակրի գումարը։ Ընտանիքի հայրը Սպարտակը չունի մշտական աշխատանք, թեև կարճում է ամեն մի գործից։ Բանվորություն է անում, ուրախանում է, երբ կարողանում է երեխաներին քաղցրավենիք գնել։ Մի խոսքով, ընտանիքն ապրում է օրվա հացի կարոտով։ Հարգելի հեռուստադիտող, աջակցենք ով ինչպես կարող է, որպեսզի մեր գենոֆոնդը պահպանի իր կշիռն ու դիմադրողականությունը։ Այժմ Սվետլանա Ավդիշյանի մի վագոն սեր տեսանյութը։ Չեն կարում ընկերներին բերեն, շփվեն, ասենք նորմալ։ 42-ամյա Մարիամը 8 երեխաների մայր է։ 10 հոգանոց բազմանդամ ընտանիքը ապրում է Նոր Խարբերդի ամառանոցներում, փոքրիկ վագոն տնակում։ Պատմում է, թե որքան ծանր են պայմանները։ Երեխաներն ամաչում են ընկերներից, հազվադեպ են հյուրընկալում իրենց տանը։ Մեր հիմնական խնդիրը նա է, որ տնակը փոքր է, վագոն տնակը չեն տեղավորվում, երեխաները քնելու տեղ չունեն, փոքր է, երկու են մահճակալների վրա քնում, գոնե շինարարություն անենք, տուն ունենանք, երեխեք նորմալ ընկերներ շրջապատում են։ Երեխաներին երբեմն նույնիսկ ծաղրում են իրենց սոցիալական կացության պատճառով։ Ընկերները հաճախ են հետաքրքրվում, ինչու են այդ պայմաններում ապրում։ Ամոթի զգացումը պարզապես խեղդում է։ Տեղեկ հավաք խոսում էին, տենց շեշտեցի, որ զոմիկ մեջ մապ տենց։ Շատ նեղվեցիր։ Այլ։ Իսկ քո ընկերներին կանչում ես քո տուն։ Իսկ ընկերներ ունես։ Հա։ Բա ինչի չես կանչում։ Ամաչում ես։ Ջան, ասում եք, թե դոմիկի մեջ մնում։ Քո ընկերներ գալիս են քո տուն։ Mən մի անգամ եկել եմ։ Գնացել եմ մտել տնօրենի մոտ, այդ հարցերին լուծում տվել եմ, էլի, որ չի նշանակում, որ երեխան փոքր, ասենք, վագոն տնակում է, ուրեմն կարա ուրիշ դասան երեխաները կան ձեռ առնեն իրան կամ ասենք անընդհատ իրանց բան ասեն։ Խորը հիասթափություններ, անհաշվելի դժվարություններ, բայց մեկ է, Մանվելն ու Վարդանը չեն հուսալքվում, երազանքներ ունեն, որոնք իրական կյանք պիտի դարձնեն։ Հաճախում են գիշերակացով երաժշտական դպրոց, շեփորահարներ են, տղաներն արդեն հասցրել են անգամ պատվոգրեր ստանալ, փափագում են բարձրանալ մեծ ու հեղինակավոր բեմեր եւ նվաճել հանդիսատեսի սիրտը։ Շատ են սիրում գործիքը, որն իրենց ձեռքի շարունակությունն է դարձել։ Տանը սակայն դեռ շեփոր չունեն։ Դպրոցում են միայն կարողանում նվագել, իրենց օրը տարբերվող դարձնել ու խաղաղվել։ Կիլիկիային հաճախում համարտասերիկ երաժշտական դպրոցը երկուշաբթի օրը գնում են, ուրբաթ օրը գալիս են, այնտեղ իրենց սովորեցնում են երաժշտական համ դաշնամուր, համ գործիկ, այն միտեղ ասել դիպլոմ ունի ստացած, երազում են մեծ բեմեր բարձրանալ, իրանց հայտնի դառնալ։ Շեփոր ենք նվագում, պարապում ենք, հետո մեր դասատի մոտ հանձնում ենք մեր դասերը։
Հեշտ է ստացվում, Հա, նորմալ է։ Շատ եմ սիրում այդ գործիքը։ Ուզում եմ բեմերում նվագեմ, որ փող աշխատեմ, լավ։ Ծնողներս օգնում տուն սարքեն։ Սարգսյան ընտանիքի 8 երեխաներից մեկը աղջիկ է, 7-ը առուզավակ։ Տղաները մի կերպ են տեղավորվում այս մեկ ընդհանուր սենյակում։ Կենցաղային սուղ պայմանների պատճառով երեխաներից ավագը դուստրը տեղափոխվել է տատիկի տուն։ Այնտեղ է ապրում ու աշխատում։ Վաղնիկ չունենք, երեխաները գնում են ուրիշ տեղ լողանում են, գալիս են։ Հիմնական խնդիրն էլ դա է, որ չունենք նորմալ պայմաններ, ասենք երեխաները լողանան, գնում են տատիկի տուն, այնտեղ լողանում են, գալիս են։ Իդում գալիս է, այսօր հասկանալ է, լոգարան չկա, այն չկա, ինքն էլ աղջիկ երեխա։ Քիչ բարդ է, էլի տղաների մեջ այդ մի սենյակում չի դառնում, էլի։ Ճիշտ է, մի վաղ քիչ ջղայնացել է, որ չէր գալի մնալ, հետո մի քիչ խորը գիտակցեցի, որ դες ճիշտ չէ, էլի։ Սենյակը երկու հատ մահճակալ է դրած, երկու հարկանի, իրանք երկու տեղավորում են, այն փուջուր բալիկներն էլ սալը մեր հետ են քնում, դիվանը բացում ենք, մեր հետ տեղավորվում են։ Այս ընտանիքի միակ կայուն եկամուտը պետությունից ստացած նպաստն է ու երեխայի կերակրի գումարը։ Ընտանիքի հայրը հիմա չի աշխատում։ Երբեմն բանվորություն է անում, որպիսի երեխաների օրվա ցամաքածը գոնե վաստակի։ Ծարտ են գել չափար քաշել, ավտոյի վրա խադավիկի գործ անել, տենց այդ գործերն եմ անում, որ հացով ջրով ապահովեմ։ Որն է եղել ձեր համար ամենատես դժվարը։ Այն որ խոսքի եղել է հաց, դաժե անգամ ցամաքածով ես նայել եմ երեխեքը գոնե ցամաքածը կերել են կուշտ են եղել։ Մի թեթև, որ մի ես աննշան խիղճս հանգիստ այլ էդ գոնե կարողացել եմ այդ ցամաք հասնել բերեմ։ Առողջ ու պինդ 7 տղա ունեն։ Հայրը պատմում է, որ երեխաների հետ հաճախ է զրույցներ ունենում հայրենիքի ու իրենց ծառայության մասին։ Ամեն ինչ անում է, որ չհուսահատվեն, չկոտրվեն դժվարություններից, չէ որ ժամանակավոր է, սա էլ կանցնի։ Ուզենայի ազգի նվիրալ տղաներ լինեին։ Նորմալ մարդիկ լինեն։ Ու ամեն մեկի հետևից բանակա գնալու, դաժե նենց է լինելու, որ երկու աղբեր ծառայելու են, մեկը գնալու է։ Հաշտ ու համերաշխ են Սարգսյանները, թև ու թիկունք միմյանց։ Ընտանիքի բոլոր անդամների երազանքը մեկն է՝ փոքրիկ շինարարություն սկսել, սենյակներ ավելացնել, որ երեխաները ապահով ու բարեկեցիկ պայմաններում ապրեն։ Ով ոնց կարա, ինչով կարա, շինանյութով, թեկուզ գումարով, թեկուզ արեստավորով, թեկուզ ինչով էլ օգնեն, բոլորիս տիկը գող շնորհակալ կլինենք։ Ինչով կարող են, պարտադիր չի, ասենք շինարարություն լինի, ով ինչով հնարավոր է օգնեն, շատ շնորհակալ կլինենք մենք բոլորից։ Մարիամն ու Սպարտակը չեն տրտնջում, չեն նահանջում։ Պայքարում են հանուն իրենց երեխաների։ Սարգսյան ընտանիքում սերն առատ է, հավատն ամսասան։ Միայն խնդրում են, որ այս բարդ փուլում իրենց կողքին կանգնեն բարի մարդիկ։ Եվ մեծ է հույսը, որ այս պատմությունը կդառնա այն պատուհանը, որից ներս կթափանցի աջակցության լույսը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրենկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Ժամանակները փոխվել են, հրաժեշտ ենք տալիս թղթին։ Պատրաստ չէինք, չգիտեինք ինչի մասին է խոսքը։ Էլեկտրոնային արդարադատության մասին իմացանք ընդամենը 10 օր։ Մասնագիտական համայնքն առաջին իսկ օրից հազանգեց համակարգը կիսատ է։ Չի ապահովում օրենսդրական պահանջներին։ Անթիվ անհամար են պրոբլեմները։ 50-ից ավել դից փաստաթղթեր հնարավորություն չի տալիս համակարգը ներդեռնել։ Հորով մորով դեռ չենք արել։ Համակարգը ընդամենը փաստաթղթաշրջանառություն է ապահովում։ Ուղղություն վերցրինք դատական իշխանություն։ Արձանագրենք, որ որոշ խնդիրներ դեռ լուծված չեն։ Քաոսից միայն քաղաքացին է տուժում։ Հաստաբանի միջոցով թիրախավորվում եք դուք։ Բերման է ենթարկում ծերերին, երեխաներին, հարված հասցնում լրագրողներին։ Պահանջատեր քաղաքացիները մի քանի ամիս է համառորեն բողոքում են, դժգոհում, իրենց խնդրին լուծում տալ են պահանջում։ 59 համարի տրանսպորտային միջոցը չհանվի Քասախ համայնքից։ Քասախից եկել Երևան են մտել ու հենց իրենց ուզած տեղն են հասել։ Նոր երթուղին անցնում է ընդամենը 7 կիլոմետր ճանապարհ։ Մայրաքաղաքի խորքեր Քասախից եկող տրանսպորտ էլ չի մտնելու։ Տրանսպորտի ոսկը թեթևացնելու վրա չէր կարող այդպես ազդել։ Նրանց համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ծախսերը կրկնակի դառնում։ Քասախին դա համարում է պաչիս գործողություն համայնքի հանդեպ։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որևէ ավտոարտադրող առանց բավարար փորձարկման մեքենայի նոր մոդել է վաճառքի անում։ Հետո պարզվում է, որ երկաթյա նժույգը խնդիրներ ունի ու գնորդը ամենամիս այն պետք է տանի արտադրողի մոտ դրանք վերացնելու հույսով։ Արդարադատության համակարգում տեղի ունեցողը շատ նման է նկարագրված դեպքին։ Կհիշեք, թե որքան ենք խոսել դատաների ծանրաբեռնվածության մասին, ֆիքսել, որ օրական հարյուրավոր հայցադիմումներ են մուտքագրվում։ Եվ արդարադատության նախարարությունը ականջալուր եղավ բողոքներին եւ գործարկեց էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգը։ Բայց արյուտես, որ շատ չանցած դատավարության կողմերը սկսեցին լուրջ դժգոհություններ հայտնել։ Օրինակ, փաստաբանները բողոքեցին, թե քաղաքացին կարող է դատարան դիմել թղթային տարբերակով, իսկ իրենք պարտադրված են դա անել բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ որ համակարգի թերությունները իրենցից ավելորդ նյարդեր ու ժամանակ են խլում։ Որ ներդրված համակարգում խնդիրներ կան, ընդունում են նաև պատասխանատուները, հավաստիացնում, որ դրանք փորձում են լուծել։ Սակայն հարց է առաջանում. իսկ ճիշտ չէ լինի նախքան դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրումը դատավորներից, փաստաբաններից կազմված փորձագիտական խումբ ձևավորել, փորձարկել համակարգը, շտկել թերությունները եւ հետո միայն այն կիրառել։ Դատարանների ծանրաբեռնվածության մտահոգ իշխանությունները հիմա էլ ուզում են նաև վարչական գործերը տեղափոխել էլեկտրոնային հարթակ։ Արդյոք թեթևանա դատավորների բեռը դարձյալ պարզ չէ։ Եվս մի կարևոր նկատառում։ Տարիներ շարունակ քաղաքացիները դատարաններում վիճարկում են չամրակապվելու, վարելիս հեռախոսից օգտվելու, ծխելու վերաբերյալ ոստիկանության արձանագրությունները։ Գերակշիռ դեպքերում դատարանները որոշումները կայացնում են հօգուտ քաղաքացիների ոստիկանության ապացույցների բացակայության պատճառով։ Դարձյալ հարց է առաջանում. ավելի արդյունավետ չէր լինի, եթե արդարադատության նախարարությունը ներքին գործերի նախարարության գործընկերներին բացատրեր, որ ապացույցների բացակայության պարագայում հազարավոր վիճարկումները դատարանների ծանրաբեռնվածության պատճառ են դառնում։ Մի խոսքով, պարզագույն քայլեր, որոնք հնարավորություն կտային էապես թոթափել դատավորների ծանրաբեռնվածությունը։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի նոր ոճով, բայց հին բեռով դատարանը տեսանյութը։ Դատարանում մուրճի հարվածի այս ձայնը լսելուց առաջ հիմա նախ անհրաժեշտ է լսել այս ձայնը։ Ժամանակները փոխվել են, հրաժեշտ ենք տալիս թղթին, եթե փաստաբան ունեք, ապա գործը դատարան միայն էլեկտրոնային եղանակով կարող եք հասցնել։ Քաղաքացիական գործերը բարձրատյան թղթով հասցնելու շանսը միայն քաղաքացուն թողնելով արդարադատության համակարգի բարեփոխում էին իրականացնում պատասխանատուները, ճիշտ 1 տարի 4 ամիս առաջ գործարկեցին համակարգը, բայց ներդրվող էլեկտրոնային արդարադատության մասին իմացանք ընդամենը 10 օր առաջ։ Այսինքն ունենք օրենսդրական կարգավորումը, սակայն երբ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց այդ մասին, ընդամենը դրանից 10 օր հետո արդեն սկսեց գործել էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգը։ Պատրաստ չէինք, չգիտեինք ինչի մասին է խոսքը, ինչ ենք անելու ընդամենը 10 օրից, շարունակում է հանրային գլխավոր պաշտպանը։ Իրականում առաջի հայացքից թվում է, թե այն պիտի լիներ փաստաբաններից համար կարևոր, հարմարավետ գործիք, բայց էլեկտրոնային արդարադատությունը չստացվեց։ Ընդ որում մասնագիտական համայնքն առաջին իսկ օրից հազանգեց համակարգը կիսատ է, կապ չունի օրենսդրության պրակտիկայի հետ, որ կա դատարան գործ մուտքագրելու, աշխատելու համար, ու դժգոհությունը ոչ թե նորամուծություններից էր, այլ ճիշտ բովանդակությունից, այսինչ եք բերել հրամցրել մեզ, հարցնում էին փաստաբանները։ Խնդիրներ ունենք հենց փաստաթղթեր մուտքագրելուց, փաստաթուղթ կազմելուց, ներածական մաս, նկարագրական մաս, պատճառաբանական մաս, այսինքն մենք պետք է այդ պահանջների պահպանմամբ հայցադիմումը կազմենք, բայց մենք համակարգում հայցադիմումը կազմում ենք ըստ համակարգի ձևական տեսքի ու պահանջների, որը չի ապահովում օրենսդրական պահանջներին։ Հայցադիմում ներկայացնելու պարագայում մենք հնարավորություն չունենք բացի payment-ից, այլ տարբերակով պետտուրքի վճարում կատարելու։ Ինչը վերադարձների պատճառը հանդիսանում, որովհետև եթե դուք ես անդորագիրը, դատանը վերադարձանում, ասում է կարգով, սահմանված կարգով չեք ներկայացրել ձեր դիմումը կամ հայցադիմումը։ Ժամը 6-ից հետո մենք սկսում ենք աշխատել, իսկ օրենքը թույլ է տալիս, որովհետև մեր օրը ավարտվում է ժամը 24:00-ին։ Ընդ որում պետք է նշեմ, որ մենք ունենք դատավարական ժամկետներ, որոնք շատ սեղմ են։ Համակարգը սպասարկող ընկերությունը ժամը 6-ից հետո չի աշխատում։ 50-ից ավել գիծ փաստաթղթեր հնարավորություն չի տալիս համակարգը ներբեռնել, իսկ դուք պատկերացնում եք մեծ ծավալով գործերի պարագայում դա էլի խնդիր է։ Հաճախ քեզ դուրս են նետում,
Եվ դու ստիպված ես նորից մուտք գործել, հա, նորից այդ փաստաթուղթը հավաքել։ Մասնագետները պատրաստ են շարքն ավելի երկար շարունակել, վկայում են անթիվ անհամար են խնդիրները, որ պատնեշ են դարձել քաղաքգործերով դատարան մտնելու համար։ Միայն գլխավորները հատ-հատ հաշվեցինք։ Միջինը 38 խնդիր, մի ռեպորտաժը չէ, մի հաղորդումը չէր բավարարի։ Նյարդայնացած են փաստաբանները, իրենց խոսքով գրեթե տարի ու կես լուծման են սպասում, բայց այնուամենայնիվ հիմա անցնենք մյուս կողմ։ Պատասխանատուների նպատակների մասին բեռնաթափեցին երկրային կյանքի արդարադատներին։ Դատային բեռը որևէ կերպ չի թեթևացնում։ Մեր համակարգը ընդամենը փաստաթղթաշրջանառություն է ապահով, ուրիշ ոչինչ։ Մենք այս կողմից ներկայացնում ենք, մյուս կողմից էլի դատական համակարգը, դատավորի աշխատակազմը, հա, նստած այդ փաստաթղթերն են նայում, ուսումնասիրում, այնուհետև ձեռքով դա ամեն ինչը մուտքագրում համակարգ։ Սուրանկյունը որոշեց գնալ նաև պատասխանատուների պարզաբանման հետևից։ Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանություն տալ, կարճ ձևակերպեցին, բոլոր խնդիրների մասին տեղյակ են, ամենօրյա ռեժիմով աշխատում են դրանք շտկելու համար։ Ընդունելի չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ Data-Lex համակարգը աշխատում էր, ասենք 10 տարի եւ 10 տարի հետո դու մուտք էիր գործում համակարգը գրվում էր, համակարգը փորձարկման փուլում է, կարգավորելի խնդիրներ են, սակայն դրանց համար պետք է աշխատել, ես չգիտեմ, ամենօրյա ռեժիմում, թե 24 ժամյա ռեժիմով, բայց այնպես պետք է աշխատել, որ այդ խնդիրները վերանան ամենայն դեպս։ Ուղղություն վերցրինք դատական իշխանություն, այստեղից էլ մեր հարցերին գրավոր պատասխանեցին, փոխանցել են համակարգից օգտվող դատավորի կարծիք, մեղմ է ձևակերպել, որոշ խնդիրներ դեռ լուծված չեն։ Համակարգի գործարկումից հետո դատավորների կողմից բարձրացված խնդիրները ավելի մեծ թիվ են կազմում, քան այսօր։ Հաշվի առնելով, որ թեև ի սկզբանե եղել են նաև բազմաթիվ խնդիրներ, այդ թվում այնպիսիք, որոնք գրեթե անհնարին են դարձրել համակարգի աշխատանքը, սակայն դրանց հիմնական մասը շուրջ 1 տարվա ընթացքում աստիճանաբար ստացել են իրենց լուծումները։ Բոլոր դեպքերում, սակայն արձանագրենք, որ որոշ խնդիրներ դեռ լուծված չեն, որոնք եւս շտկելու նպատակով ամենօրյա ռեժիմով կատարվում են աշխատանքներ։ Մեր շատ հենց դատավոր գործընկերներ խնդրում են այդ հայցերը ներկայացնել թղթային եղանակով, որպեսզի խուսափեն էլեկտրոնային համակարգի այս խնդիրներից։ Դատավորների խնդրանքն էլ չլինի, փաստաբանները ելք ճարը գտել են, այսպես ասած life hack նրանցից։ Որոշ փաստաբաններ մանևրում են, հա, ու քաղաքացու անունից են հայցերը կազմում եւ քաղաքացին արձարան դրանք ներկայացնում է դատարան։ Որն է տրամաբանությունը փաստաբանի ներկայացրած հայցը բացառապես էլեկտրոնային տարբերակով անելու։ Վերադառնում ենք բովանդակությանը, փաստաբանները պնդում են քաոսից միայն քաղաքացին է տուժում, որովհետեւ Փաստաբանի միջոցով թիրախավորվում եք դուք, որովհետև տուժում են ձեր շահերը, փաստաբանը հանդես է գալիս ձեր անունից։ Փաստաբանը նաև պրակտիկայից է հստակ օրինակ բերում։ Ամուսնանտանեկան վեճ է, մյուս կողմը երեխային ուզում է Հայաստանից տանի, փախցնի։ Այսպես իրավիճակ ունենք, այսպեսի ռիսկի առաջ ենք կանգնած, այս միջնորդությունը հասանելի է դառնում մյուս կողմին, այսինքն վերջինս գիտի, որ դու ներկայացրել ես, մինչև դատարանը հասցնի որոշում կայացնի, քաղաքացին կհասցնի նաև իր գործողությունները իրականացնի։ Այնուամենայնիվ, ինչու ինչպես միշտ, եթե լավ բան անելու ցանկություն կար, մասնագետը ընդհատում է, վստահ է առաջնային նպատակներն այլ էին։ Այստեղ մենք ունենք համակարգում փաստաբանների բազա, որը բավարար է մի հատ սեղմել կոճակի վրա ու տեսնել փաստաբանի կողմից մուտքարված բոլոր գործերը։ Այստեղ մենք տեսնում ենք, թե փաստաբանը քանի դատական գործ է ունեցել։ Չեմ կարծում, որ դա դատական համակարգի համար խնդիր է, որ օրինակ առանձին ներկայացուցիչներով փորձի բարձել, թե որ փաստաբաններ են որ գործերով ներգրավված։ Ժողովրդական խոսք կա, հորով մորով դեռ չենք արել, բայց արի ու տես, որ պետությունը նոր ծրագրեր ունի այս ոլորտում։ Որոշել է վարչական դատավարության համար էլ էլեկտրոնային համակարգ ստեղծել։ Փաստաբաններն արդեն անհանգիստ են, դարձյալ ժողովրդական ֆոլկլորից բազար ձուկը ջրում։ Մենք պատրաստվում ենք հերթական քաոսին։ Ստացվում է, որ էլեկտրոնային արդարադատությունից օգտվելու համար օրինակ վարչական դատավարություն այլ հարթակ է, պիտի այլ ծրագիր մուտք գործենք ու այդ ծրագրում այդ հմտություններին դիրապետենք, քաղաքացիական դատավարությունը այլ հարթակ է, որտեղ խնդիրները լրիվ տարբեր են։ Իդեպ նկատենք, մինչև մենք մեր այս խնդիրներն ենք քննարկում, ընթացս աշխարհը քայլ է անում դեպի Մարս մոլորակ։ Բարդ են, անշուշտ դարձյալ բարդ են ժամանակները մեր։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, ասվում է սահմանադրության մեջ։
Այն սահմանադրության, որը իշխանությունները հայտնի պատճառներով ցանկանում են փոփոխել։ Ու թերևս ճիշտ էլ անում են, որովհետև գրվածը պետք է կատարել։ Ասենք եթե սահմանվում է, որ անձը ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, ուրեմն նա պետք է կարողանա ազատ տեղաշարժվել, ոչ թե A-կետից B-կետ ուղևորվելիս ինչ-ինչ բարեփոխումների արդյունքում մնա կեսճամփին։ Քասախում ապրող մեր հայրենակիցները, կայքերից մեկի լրագրողն ու լավ բտած մի կարմիր բերետավորը անմիջապես հասկացան, թե ինչ նկատի ունեմ։ Իսկ նկատի ունեմ փաստը, որ տրանսպորտային այսպես կոչված բարեփոխումների շրջանակում կառավարությունը որոշել է տարիներ շարունակ Քասախ գյուղից մայրաքաղաք տեղափոխող Երևանյան ավտոբուսի փոխարեն երթուղին հանձնել Մուլտի տրանսպորտ ընկերության միկրոավտոբուսներին։ Խնդիրն այն է, որ այս միկրոավտոբուսները Քասախ չեն մտնելու։ Հետևաբար ստացվում է, որ գործադիրը հոնքը սարքելու տեղը աչքն է հանում։ Ու եթե հաշվենք առնում հանգամանքը, որ Քասախ գյուղ հասնող մայրաքաղաքային թիվ 59 երթուղին սպասարկող ժոնգտոնգերով ուղևորության արժեքը 200 դրամ էր, իսկ միկրոավտոբուսների դեպքում 250, այս բարեփոխման բեռը ամբողջությամբ ուղևորն է կրելու։ Խնդիրը առկա է ոչ միայն Քասախում, Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչները ևս նույն փաստի առաջ են կանգնած։ Այսինքն շատ հնարավոր է, որ առաջիկայում էլ Գեղարքունիքի գյուղերի բնակիչները փակեն ճանապարհները, կառավարությունն էլ նրանց բողոքի ձայնը փորձի լռեցնել էլի կարմիր բերետավորների օգնությամբ ու այսպես շարունակ։ Բայց մինչև ուշ։ Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, թե գործադիրը միտումնավոր է խժդժություններ ստեղծում, առաջնորդվելով որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Իսկ արդյոք նպատակը արդարացնում է միջոցները, սա արդեն այլ հարց է։ Փաստն այն է, որ այսօր հազարավոր մարդիկ զրկված են սահմանադրության երաշխավորած ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ներկայացնում եմ Նայիրի Մուրադյանի բաց տեղաշարժ փակ երթուղով տեսանյութը։ Ահա այսպես են վերաբերվում իրավապահները բոլոր նրանց, ովքեր հանդգնում են ձայն հանել իրենց արդարացի բողոքն ու պահանջը ներկայացնել պատասխանատուներին։ Բերման են ենթարկում ծերերին, երեխաներին, հարված հասցնում իրենց մասնագիտական գործն անող լրագրողներին։ Պահանջատեր քաղաքացիները մի քանի ամիս է համառորեն բողոքում են, դժգոհում, իրենց խնդրին լուծում տալ են պահանջում։ Ձայնը քասախցիների սակայն տեղ չի հասնում, չեն լսում։ Նախկինում մենք ունեինք խնդիր, որը բարձրաձայնում էինք, այն էր, որ 59 համարի տրանսպորտային միջոցը չհանվի Քասախ համայնքից, որովհետև մենք մտավախություն ունեինք, որ նոր գալացող ընկերությունը ամբողջությամբ չի կարողանալու ապահովել մեր համայնքի խնդիրները։ Քասախ համայնքից Երևան եկող նոր երթուղին անցնում է ընդամենը 7 կիլոմետր ճանապարհ եւ հասնում մինչեւ Հալաբյան փողոց կամ շատերին հայտնի ֆիզիկայի ինստիտուտ։ Նախկինում այդ կանգառը հաղթանակ զբոսայգու հատվածն էր։ Մի քանի կիլոմետր երկարությամբ երթուղի շահագործելը եւ ժողովրդին բավականին ծախսը մեծացնել, հա, փոխադրավարձի չափը մեծացնել, կարծում եմ, որ սխալ է։ Բանն այն է, որ Կոտայքի մարզի այս համայնքի բնակիչները տարիներ շարունակ տրանսպորտով Քասախից եկել Երևան են մտել ու հենց իրենց ուզած տեղն են հասել։ Քաղաքային իշխանությունը, նաև տարածքային կառավարման նախարարությունն ասում են, բավական է, մայրաքաղաքի խորքեր Քասախից եկող տրանսպորտ էլ չի մտնելու։ Երթևեկությունը պետք է չծանրաբեռնվի, բայց տարիներ շարունակ քասախցին եկել հասել է մայրաքաղաք եւ իր ուզած հատվածում է երթուղուց իջել։ Երթևեկությունը տարիներով ծանրաբեռնված չէր, հիմա նոր պետք է ծանրաբեռնվի։ Մարդը ինչքան պիտի միամիտ լինի, որ նման բաներին հավատա։ Իհարկե հետևում ուրիշ բաներ կան թաքնված։ Սրանով իրենք հարց չեն լուծի։ Քաղաքի տրանսպորտի հոսքը թեթևացնելու վրա այդ մի քանի մեքենան չէր կարող այդպես ազդել։ Այդ համայնքից Երևան եկող մեծահասակներ, ծերեր ու երեխաներ կան։ Նրանցից շատերը մայրաքաղաքում են դպրոց հաճախում, բուհեր եւ աշխատանքի հասնում։ Եվ ահա նրանց համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ծախսերը կրկնակի դառնում։ 59 համարը, երբ որ բարձրանում էր Քասախ, մարդիկ փաթեթներից սկսեցին օգտվել։ Առան մի ամսվա, առան 5 ամսվա, առան 6 ամսվա, առան մի տարվա փաթեթ։ Ու այդ փաթեթները վճարվել է արդեն։ Վճարվել է, բայց դրա համար եւ ստարիշնի պետքա
Ստեղից վճարի գա հասնի ստե, որ այդ փաթեթից կարանա օգտվի։ Հիշում եք, մի քանի ամիս առաջ էր Կոտայքի մարզի Նայիրեի համայնքապետարանում մարզպետ, տեղակալներ, վարչության պետեր հավաքվեցին, որ հարցին լուծում տան։ Հավատացին, վստահեցին քասախցիները, սպասեցին, բայց արի ու տես սայլը տեղից այդպես էլ չշարժվեց։ Երթուղայինը նրանց բերում քաղաքի սկզբնամասում է թողնում ու հետ է գնում։ Քասախցին դա համարում է պատժ գործողություն համայնքի հանդեպ։ Կապ հաստատեցին Կոտայքի մարզպետի հետ։ Հիշեցրինք, խոսք էին տվել, քասախցիների հարցն ինչու չլուծեցին։ Ասաց նորից հանդիպելու են բնակիչների հետ։ Հետաքրքրվեցինք, ինչ առաջարկով, կան արդյոք խնդրի լուծման տարբերակներ։ Պարզվեց ոչ, հերթականն է։ Փափուկ բարձ կդնեն քասախցիների գլխի տակ ու տուն կճանապարհեն։ Ես պահանջները քննարկվում են։ Ինչ տարբերակ կա։ Դե տարբերակները քննարկում ենք։ Եթե վերջնական տարբերակ չկա, հիմա ես ինչ ասեմ ձեզ։ Լուծումներից մեկն էլ նաև այդ է եղել առաջարկված, որ ասի ինչև բան։ Գյուղ բաշխը մտնի գյուղ։ Միգուցե այդ ձեր հիշատակած այդ քննարկմանը այդ ֆորմատով է եղել քննարկումը, այդ լուծումն են առաջարկել։ Խոսեցինք նաև երթուղին սպասարկող մուլտիտրանսպորտ ընկերության ներկայացուցչի հետ։ Նա էլ թե Երևանի քաղաքապետանն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն են այդպես որոշել։ Իրենք իրենց բիզնեսն են անում։ Մենք ենք սպասում ենք այս հարցի վերջնական լուծմանը։ Այսինքն երկու տրանսպորտով մի գյուղ սպասարկել է, այդ ընկերություններն այստեղ միանշանակ վնաս են կրում։ Քաստախից երկու կամպանիա է սպասարկում։ Ինչի՞։ Նշանակում է այդտեղ օգուտ կա։ Ինչի են գլուխ ջարդում այդ սպասարկումը կազմակերպելու համար։ Միտեղ եթե բիզնեսում օգուտ չկա, նայեք, ոչ մեկ չի խոթիքի թե այնտեղ։ Իսկ եթե մեծ օգուտ կա, այդտեղ նաև լինում է շահերի բախում, լինում են նաև այսպիսի կռիվներ։ Երթուղին կրճատելով չեն ծախսերը կառավարում։ Ծախսերի կառավարման բազմաթիվ տեսակներ կա։ Բոլոր փոխադրումները պետք է իրականացվեն եւ մրցույթները պետք է իրականացվեն փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանության հիման վրա։ Անընդունելի եւ անհավատալի է, թե քաղաքն են բեռնաթափում։ Այդ մի քանի փոխադրամիջոցներն էին, որ պետք է քաղաք ծանրաբեռնեին։ Իհարկե ոչ, վստահ են, շատ դեպքերում մարդկանց ընդհանրապես կարևոր հարցերից են հերթական անգամ շեղում։ Թող հրապարակային տեղեկացնեն, որքան հարկ են վճարում եւ որքան շահույթ ունեն։ Այստեղ էլ պարզ կդառնա, վնասով են աշխատում թե ոչ։ Մինչև դու չիմանաս, թե ինչքան ուղևոր է փոխադրվել, դու չես կարող ասես, թե ինչքան է եկամտաբերությունը եւ դրանից ելնելով արդեն տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը պետք է որոշվի ճիշտ արդյունավետ 21-րդ դարում միայն քասախցիները չէ, որ դժգոհում են տրանսպորտի գործունեությունից։ Շատ ավելի վատ է վիճակը լեռնային համայնքային շրջաններում ապրողների համար։ Պատկերացնում եք, տարիներով այդ համայնքներ ավտոբուս կամ այլ փոխադրամիջոց չի մտնում։ Մայրաքաղաքից մարզեր մեկնող ավտոբուսներից շատերը ուղևորներին բերում են իրենց բնակավայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա թողնում ու նորից հետ գնում։ Սխալ կազմակերպման, ոչ պրոֆեսիոնալ մասնագետների գործունեության արդյունքում է նման խնդիրներ առաջանում։ Ընդհանրապես մարզերը որտեղ հնարավոր է փնջային եղանակով դիտարկվեր մրցույթները, այսինքն այսպես ասած բարձր եկամտաբերությամբ եւ ցածր եկամտաբերությամբ երթուղիները միավորված լինեին, որպեսզի հնարավոր լիներ այդ համայնքները սպասարկել։ Զորօրինակ Արմավիր մարզի Արգինա համայնքը փոխադրամիջոց այս համայնքի բնակիչներին բերում միջեցնում է Քարակերտում։ Գալիս են իջնում են Քարակերտ, Քարակերտից նոր Բարսանով։ Մինչև 20 թիվը Քարակերտի սպասարկող գազելը Բարսանում էր Արգինա, տանում է ժողովրդին 20 թվից հետո այդ կորոնա օրենքա դրանից հետո աշխատանքը դադարեց։ Խոստացան կվերագործարկեն 5-րդ տարին է դեռ քննարկում են։ Ուզում են գիծ բացեն մինչև Արմավիր ու դեն չլը ձգձգվում է, չգիտեմ ընթացքը ոնց է լինում, բայց նավի այս պահին չունենք տրանսպորտ։ Գյուղական համայնքներում տրանսպորտ չլինելու պատճառով հղի կանացից շատերը տանն են ծննդաբերում։ Ավտոբուս չկա, որ նախորոք բժշկական կենտրոններ հասնեն, հետազոտվեն։ Արագածոտնի մարզի լեռնային համայնքներից մեկում երկունքի մեջ ցավերով կնոջը սահնակով տեղափոխեցին ծննդատուն։ Շատերը կհիշեն Արագածոտնի
մարզի Նիգավան գյուղի դեպքը։ Հղի կնոջը ապարանի բժշկական կենտրոն փրկարարները տեղափոխեցին։ Գեղարքունիքի Մաքենիս գյուղ էլ տրանսպորտ չի բարձրանում։ Այստեղ էլ հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար հրշեջ փրկարարներն օգնության հասան։ Նույնիսկ մի դեպք էլ եղավ, երբ հղիին գյուղից հիվանդանոց Մարթաբոյ Ձյան վրայով պատգարակով տեղափոխելիս հենց ճանապարհին պատգարակի վրա ծննդաբերեց։ Ինչ խոսք, տխուր պատկեր է այս լուսավոր դարում։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Այս գործը պիտի աներ քաղաքապետարանի կանաչապատումը, բայց ուր են նրանք։ Այնտեղ է վտանգավորը։ Պարզ երևում է, որ Range Rover-ը կտրել է շտապօգնության մեքենայի դեմը։ Կորին խես կրկում արա։ Ասեն, թե լճերից մեկում մեքենա է նկատվել, դա իրոք զարմանալու է։ Այս հարցերի մեջ ավելի շատ խճշվեցի, երբ պարզեցի մահացածի տարիքը։ Քնինչը միջև օրս նրանց հետ կապի դուրս չի գալիս։ Այն մի սապտուն էլ ընդեղ է, չէ։ Չգիտեմ էլ, ամբողջ կյանքում ինչ է զգալու ղեկին նստած Ռուդիկը։ Երկաթը նայու է շպրտվել։ Շտապօգնության մեքենաների լուսաձայնային հատուկ ազդանշաններ լսելիս կամ միացված փարոսիկը տեսնելիս ինչ զգացում եք ունենում։ Անձամբ ես տագնապի։ Ակամա մեքենան քաշում եմ աջ, ոտքս հանում գազի ոտնակից, դուսային ազդանշանով փորձում եմ զգուշացնել նաև վարչևից ընթացող վարորդներին, որպեսզի զիջեն շտապօգնության մեքենային։ Չեմ մոռանում նաև պապավինել բարձրալի ողորմածությանը, որ կարողանան հիվանդին արագ հասցնել հիվանդանոց եւ փրկել կյանքը։ Կարծում եմ այդպես կվարվի բանական ցանկացած մարդ, թեկուզ այն պարզ պատճառով, որ շտապօգնության մեքենայում կարող է լինել հենց իր հարազատը։ Կրկնում եմ, բանական մարդ։ Բայց ցավոք ոչ բոլորն են ունակ տրամաբանելու, ու հենց դրա հետևանքն են շտապօգնության մեքենաների մասնակցությամբ չնվազող վթարները։ Հերթական ապացույցը գիշերը ժամը 3-ի սահմաններում Մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի եւ Չեխովի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած բախումն է։ Ժամը պատահական չնշեցի։ Գիշերային երթևեկին նվազ թվով մեքենաներ են մասնակցում, բայց դա չի խանգարել Range Rover-ի վարորդին բարի բուն իմաստով կտրել շտապօգնության մեքենայի ճանապարհը, դառնալով ուժգին բախման պատճառ։ Սա էլ բավարար չէ, վթարից հետո ի հայտ են եկել տարական քաղաքավարությունից զուրկ մարդիկ ու ամենավերջին հայհոյանքներ ուղղել շտապօգնության վարորդին։ Հիմա հարց. նման մարդիկ թեկուզ աննշան աղերս ունեն բանականության հետ։ Երբ ոչ։ Թերևս երբ պարզեն, որ վթարված մեքենայում իրենց հարազատն է, գուցե համապատասխան դասեր քաղեն։ Անմտության եւս մեկ դրսևորում էլ արձանագրվեց Երևան-Գյումրի ճանապարհին։ Վաղուց արդեն մի այսպիսի օրինաչափություն ենք նկատել։ Ճանապարհների ասֆալտը որակով չէ, վարորդները դժգոհում են։ Որակով է, վթարվում են։ Ընդ որում կարևորել չէ, որ ընտանիք են տեղափոխում։ Կարևորը արագություն գերազանցելն ու ադրենալին ստանալն է։ Ամենայն դեպս նման տպավորություն ունեցանք Mercedes-ի մասնակցությամբ ինքնավթարի կադրերը դիտելիս։ Վարորդի կինը մահացավ։ Դժվար է ասել, թե ինչ զգացում կունենա այդ տղամարդը։ Ափսոսանքի, ցավի, մեղքի, փաստն այն է, որ անմտության պատճառով փլուզվեց եւս մի օջախ։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, որ փորձանքը չկտրի ճամփատ։ Տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, անցած օրերը իսկական փորձություն էին հանրապետության օպերատիվ ծառայությունների համար։ Բնությունը էլի փռշտաց, բայց այս անգամ ոչ թե բոլոր ծառայություններն անզոր գտնվեցին, այլ մեկը, սակայն ամեն ինչի մասին հերթականությամբ։ Հենա, քիչ առաջ լսեցիք ուժգին քամու ու կարկուտի հետևանքով հանրապետության տարբեր հատվածներում ստեղծված ֆորս մաժորային իրավիճակի մասին։ Ես անդրադառնամ Մայրաքաղաքում կատարվածին, մասնավորապես գիշերը ժամը 1-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում ուժգին քամու հետևանքով քոքահան եղած հսկայական 2 բարդիների ծաղկի սրահի վրա ընկնելու պատմությանը։ Այն երրորդն էլ ընկնելու վտանգ, էս էլ ընկնելու վտանգ։ Ընդ տեսար, բայց ընդեղ է վտանգավորը։ Ես պատկերացնում եմ, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե դեպքը տեղի ունենար ոչ թե գիշերը 1-ին, այլ ասենք երեկոյան 7-ին։ Փառքը շատ, Աստված ջան, ասենք ու արձանագրենք, որ ծառի ընկնելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկային։ Կոտրվել էր միայն երկաթե էլեկտրասյունը։ Լավ, անցնենք հետևանքների վերացման գործընթացին, հենց որտեղ էլ թաքնված էր ինտրիգը։
Տեսեք, դեպքից կարճ ժամանակ անց հասան փրկարարները, բարեկները, երկախլույս ընկերության ներկայացուցիչները, կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը իր շքախմբով։ Իդեպ վերջինին մալադեց։ Մի քանի ժամ նորմալ ղեկավարեց աշխատանքները, բայց հարցերի հարց էր մնում, թե ուր են քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպության ՀՕԱԿ-ի աշխատակիցները։ Այս գործը, որ հիմա փրկարարները, կենտրոնի թաղապետն ու ծաղկի սրահի աշխատակիցներն են անում, պիտի աներ քաղաքապետարանի կանաչապատումը, բայց ուր են նրանք, կամ ուխտի ականջում են քնած, կամ էլ արջիկ ունեն մտել։ Այդ հիմնարկի պաշտոնյաները կարծես չիպավորված լինեն, երբ նրանց ասում են, թե 18:00-ից հետո այսինչ վայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել, պատասխանում են, թե 18:00-ից հետո ոչինչ չենք կարող անել։ Իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ ընդհանրապես չեն պատասխանում քաղաքացիների զանգերին։ Տիգրան Ավինյան, այդ Բեգոյանի հիմնարկը թափ տուր, որովհետև նրանց գլուխ պայելու պատճառով մայրաքաղաքի բնակիչները ասում են, թե Ավինյանը ոչինչ չի անում, այսինքն դրանց ցցին տալը քո իսկ շահերից է բխում, պարոն քաղաքապետ։ Հիմա մի բա պատկերացրեք, որ Աստված մի արածցե, այդ ծառերը ընկել էին մարդու վրա եւ նրան օգնության պետք է հասներ այս շտաբօգնության մեքենան։ Ինչ էր լինելու այդ մարդու վերջը։ Այո, պուլպուլակ, լավ, Նյուժելի այդքան բարդ է հասկանալ, որ փարոսիկներ ու լուսաձայնային ազդանշաններ միացրած շտաբօգնության մեքենաներին զիջել է պետք, որ ասում եմ, այս գիշերային երթևեկից խուսափել է պետք եւ որ դա մղձավանջ է, չեն հավատում։ Դե արի ու հասկացի, թե սակավ մեքենաների պարագայում այս Range Rover-ի վարորդը գիշերը ժամը 3:30-ի սահմաններում ֆիզիոլոգիական ինչ վիճակում է եղել, որ Բագրատունյանց պողոտա եւ Չեխովի փողոցի խաչմերուկում ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների չի զիջել շտաբօգնության այս մեքենային։ Գրիգորյան ազգանունով 34-ամյա տղամարդն է եղել Ռենջի ղեկին։ Դեպքի վայրում հավաքվածները նաև նշում էին, որ մեքենաների ստացած վնասվածքներից պարզ երևում է, որ Range Rover-ը կտրել է շտաբօգնության մեքենայի դեմը, ու եթե պարզվի, որ վարորդը կամ ղեկին քնել է, կամ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ մինչև կարմիր փոխելը վերջին պահին փորձել է կտրել խաչմերուկը, ընդհանրապես չեմ զարմանա։ Այնա լրիվ վերսաներն էլ դեպքի վայրում հավաքվածները ասում են, վերջում հաստատ դրանցից մեկն է լինելու, իսկ ահա հետևանքների առումով չեմ կարող լիաթոք ասել, թե լավ ենք պրծել։ Սկորին խես քրփում արա, գլուխդ քորա գալի, այ լելոտ, սկորին խես քրփում, մարդը գնում է մարդ փրկի, գնում են խիարները քրփում են, բա ուր ես փախնում։ Թե այս տզրուկը ով էր, որ պայտակ երևաց ուրեն ուզում էր կինոյի տղուտեղը դներ, պարզ չէր։ Շարժեր սրանց նման ոչնչությունների վրա կենտրոնանալ, առավել եւս, որ վատ լուրեր կային, թեև դիտելով գետնի վրայի այրան քանակությունը ամեն ինչ պարզ էր։ Շտաբօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը եւս վիրավորների մեջ էին։ Ռենջի վարորդն ու ուղևորն էլ էին տեղափոխվել հիվանդանոց։ Առողջություն ենք մաղթում վիրավորներին ու վարորդներին եւս մեկ անգամ կոչ անում պարտադիր զիջել շտաբօգնության մեքենաներին, թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց մեջ կարող է գտնվել ձեր հարազատը կամ բարեկամը։ Քո փարտը ասում, որ մարդու բան չեղե, ոչ թե գակ քփուրներ տա։ Այ մարդ, ինչ ասես չենք լսել, բայց որ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն զանգեն ու ասեն, թե լճերից մեկում մեքենա է նկատվել, դա իրոք զարմանալու է։ Մեկը զանգել է, թե բա Արգավան գյուղի վարչական տարածքում մի լիճ կա, մեջն էլ բեռնատար, շտապեք դուրս բերեք։ Հետաքրքիր է, ինչ ռեակցիա են տարել այդ պարագայում զանգերին պատասխանողները, բայց ես հաստատ կպապանձվեի։ Ինչևէ, չեն պապանձվել, այլ արագ փրկարարների խումբ են ուղարկել, ու տեղում պարզվել է, որ ազանգողը գույները չի խտացրել։
Մինչև ասա դեպքի վայր հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը հասցրել էր 3 անգամ լճի մեջ հայտնաբերված մեքենայի 4 կողմը հետախուզական աշխատանքներ կատարել ու պարզել էր, որ մեքենայում եւ դրանից դուրս մարդ չկա։ Ապա փրկարարները գյուղացիների օգնությամբ բերված վերամբարձ կռունկի հատուկ ճոպաններն ամրացրել են ջրում հայտնաբերված Վիլիսին ու հեսա տեսնում եք, թե ինչպես են դուրս բերում։ Լավ, բայց ում մեքենան է եւ ինչպես է ստեղ հայտնվել, կհարցնեք, ասեմ ժողովուրդ ջան։ Պարզվում է, որ մեքենայի սեփականատերը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Գորն է, ով հայտնել է, որ ինքը մեքենան տվել է իր ազգականին, որի հետ ոստիկաններն ու պարեկները հեռախոսակապ են ստեղծում։ Վերջինը հայտնում է, թե մեքենան ինքն է վարել, ուրիշ մարդ հետը չի եղել։ Հիմա էլ գտնվում է շոկի մեջ։ Ասում եմ, կարող է Վսոժը հետը ուղևոր կամ ուղևորուհի է եղել, պրոստը չես ուզում խոստովանես։ Լավ, չմտնենք մատի ու մատանու արանքը եւ հուսանք, որ Գորի ազգականը կատարվածից դաս է քաղել։ Հա, ու մեկ էլ գրպանդ լայն բացի, մեքենայի համար Գորին ագին փող ունես տալու։ Խազել մեքենա է։ 13 ժողովրդի վեր այլոց 13 թիվ։ Բենզին է թողում, հա։ Հա, վտանգավոր է։ Այն իր հագուստներն է բանի մեջ։ Արգավանդում լճից մեքենա հանեցին Մալացիա Սեբասիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5 կոտորակ 9 հասցեի հարևանությամբ ջրատարից դի։ Հա, ժողովուրդ ջան, չգիտես ինչու, հենց օրերը տաքանում են, նման պատահարների պակաս չի լինում։ Չես հասկանում, ոչ են, որ մտնում են լողանան, հովանան, ոչ են, որ միտումնավոր են այնտեղ հայտնվում։ Ինքնասպանության ձևը էլի, այս հարցերի մեջ ավելի շատ խճշվեցի, երբ պարզեցի մահացածի տարիքը։ Առաջի հատվածն ենք եկել, մեքենան այս կողմից է մոտեցել, վազելով մոտարապես 700 մետր եկել ենք ստեղ, արդեն համապատասխան ինչ-որ բաներ եկել։ Երևի հասկացաք, որ նախորդ դեպքի նման այս անգամ էլ է փոքր ինչ ուշացել, ու հիմա լսում եք, թե մինչև հասնելս ինչ գործողություններ են արել իրավապահները։ Ապրեք տղեր ջան, կարող է մի քիչ վայրի հնչի, բայց բավականին հմտացել են ջրանցքներից մարդ դուրս բերելու գործի մեջ։ Իսկ այս անգամ դուրս էին բերել 70-ից 75 տարեկան կնոջդի։ Տեղում դատաբժիշկ հայտնեց նախնականով դիակի վրա բռնության հետքեր չկան։ Արդյոք դժբախտ պատահար է եղել։ Գուցե փաստն է, որ գործը հարուցվեց սպանություն հատկանիշներով։ Դե սկզբում այդ հոդվածն են դնում ու երբ պարզվում է, որ ասենք դժբախտ պատահար է, վերավորակում են։ Աղբոր պես, ժողովուրդ ջան, այդ ջրանցքների կողքով զգուշ անցեք։ Հիմա մի վթար վրաերթի մասին, որն ինչպես ասում են, դեռ շատ ջուր կտանի։ Խոսքը մայիսի 19-ին Մայրաքաղաքի Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում երեկոյան ժամը 23-ի սահմաններում Լադայի եւ Օպելի բախման մասին է, որից հետո Լադան վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթացել եւ գլխի վրա շրջվելով մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Եթերային սղության պատճառով այս պատահարը չենք ներկայացրել ու փաստորեն ճիշտ էինք արել, որովհետև դրան հետևած իրադարձությունները ոչ պակաս ինտրիգային եւ ցավալի են եղել։ Այն մի ավտոն էլ ընդեղ է, չէ՞։ Նախասեմ, որ վթար վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված կինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ըստ կնոջ դստեր 35-ամյա Վարդուհի Մկրտչյանի մի քանի օր անց մահացել է։ Վարդուհու ցավը բնականաբար անչափելի է, բայց ապրի աղջիկը, որ իր մեջ ուժ է գտել ու բարձրաձայնել գործով քննիչի Հենրիկ Սահրադյանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մասին։ Խաչմերուկնդե եկի հասել աստե Օպելը։ Ըստ մահացածի դստեր ինքը ասել է քննիչին, որ բողոք է ներկայացնում վարորդների դեմ, սակայն վերջինը պատասխանել է, որ իրավունք չունի բողոքելու եւ պետք է բողոքի կամ մայրիկը, այսինքն տուժածը, կամ էլ գիտակցության գալով լիազորագիր տա դստերը, որ բողոքի։ Մոր մայից հետո Վարդուհին փաստաբանի հետ հասնում են նրան, որ Վարդուհին ճանաչվում է մահացած մոր իրավահաջորդ, սակայն նույն քննիչը միջև օրս նրանց հետ կապի դուրս չի գալիս։ Մինչդեռ երկու վարորդներն էլ հրաժարվել են մեղավորությունը ընդունելուց։ Դե հիմա որ ասեմ, պարոն Սահրադյան, կարող է գումար ես վերցրել, գործին ընթացք չտալու համար կնեղանաս։ Կարող է եւ շատ ես զբաղված, բայց քո բուն գործը սա է։ Սրա համար դու պետությունից աշխատավարձ ես ստանում։ Նենց որ իրար եկեք, պարոնայք քննիչներ, թե չէ գալիս են արդեն ձեր շենքից են փող գողանում։
ու էլի չարաբաստիկ Երևան-Գյումրի ավտոճանապարհը, բայց մենք իրոք դժբախտ ազգ ենք, ժողովուրդ ջան։ Ոչ գիտենք, թե ոնց վարվենք նոր ճանապարհների հետ, ոչ էլ գիտենք հին ճանապարհները ինչ անենք։ Այդ իսկ պատճառով էլ զոհերի վիճակագրությունը ոչ միայն նվազման միտում չունի, այլ գնալով աճում է։ Հիմա ինչ ասեմ էլի, էս Մերսեդեսի վարորդին, այ տնաշեն, էս հսկայական ճանապարհը օրը ցերեկով աչքի չի երևում, ինչի ես դուրս գալիս երթևեկելի գոտուց, բախվում երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանում եւ հայտնվում ճանապարհի մեջտեղում։ Երկաթը նայ ուրա շպրտվե։ Ինչպես տեսնում եք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ երկաթե արգելապատնեշներից մի հատված շպրտվել ու հայտնվել է ձորում։ Միայն այդ հանգամանքը բավարար էր, որպեսզի պատկերացնեք, որ մեքենայում գտնվածներից ոչ բոլորի բախտը կարող էր բերել։ Իսկ մեքենայում բացի վարորդից թարսի պես երկու ուղևոր էլ է եղել, ինչպես հետո պետք է պարզենք, վարորդը 44-ամյա Ռուդիկը, 39-ամյա Սիրանուշն ու 12-ամյա Նատալին ընտանիքի անդամներ են եղել։ Բարեկն է տեղափոխել երեխային։ Բարեկային ավտոյով։ Դեպքից 8 ժամ անց Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության աշտարակի բաժին զանգում են եւ հայտնում, որ վիրավորներից Սիրանուշը մահացել է։ Չգիտեմ էլ, ամբողջ կյանքում ինչ է զգալու ղեկին նստած Ռուդիկը, ափսոսանք ու ցավ, գուցե մեղքի զգացում, գուցե այդ ամենը Սիրանուշին չեն վերադարձնի։ Ռուդիկն ու մյուս վարորդները պիտի հասկանան, որ եթե ճանապարհը լավ սարքած է, չի նշանակում, որ պետք է ոտքը գազի ոտնակից չքաշել։ Այդ անտեր արագությունը երբեք լավ բանի չի բերում։ Չէ, այդպես որ անցնես դեն դուսարի։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք հունիսի 29-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։